Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Այսօրվա դրությամբ խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է։ Այն բաղկացած է 17 կետից։ Ադրբեջանն այստեղ որևէ լրացուցիչ պայման չի առաջադրում։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, նոր չեն։ Այս պայմանները մենք վաղուց ենք առաջ քաշում, բայց Հայաստանից դեռևս որևէ լուրջ արձագանք չենք ստացել։ Ինչից են դրանք բաղկացած։ Նախ պետք է լուծարել ԵՀԿ Մինսկի խումբը։ Այս մասին նախագահ Իլհամ Ալիևը ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը։ Հայաստանի սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի անկախության ակտին։ Այն սահմանադրության անբաժանելի մասն է եւ այնտեղ դրույթ կա Ադրբեջանի օրինական պատմական տարածքը Հայաստանին միացնելու մասին, ինչը համարվում է տարածքային պահանջ մեր նկատմամբ։ Ուստի այդ դրույթի բացառումը Հայաստանի սահմանադրությունից մեր օրինական պահանջն է։ Այդ երկու պայմանների կատարումից հետո որևէ խոչընդոտ չի մնա խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ինչպես ասում են, գնդակը Հայաստանի դաշտում է։ Եթե Հայաստանն իսկապես ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրել, ապա պետք է ընդունի Ադրբեջանի այս երկու օրինական պայմանները, ասել է Իլհամ Ալիևը։ Ղարաբաղը Ադրբեջան է, սա պաշտոնական Բերլինի ուղղակի եւ հստակ դիրքորոշումն է, հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հանդես գալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար համատեղ հայտարարությամբ։ Մենք միշտ ասել ենք, որ դա ձեր տարածքն է եւ այսօր մենք հաստատում ենք Գերմանիայի այս դիրքորոշումը, ասել է Շտայնմայերը, պատասխանելով հարցին, թե ինչու ադրբեջանական տարածքների 30 տարվա օկուպացիայի ընթացքում Հայաստանի դեմ որևէ միջոց չի ձեռնարկվել։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ Ադրբեջանին եւ Հայաստանին ժամանակ է պետք փոխադարձ վստահությունը վերականգնելու համար։ Մենք հասկանում ենք, որ փոխվստահությունը վերականգնելու համար ժամանակ եւ ջանք է պահանջվում։ Դա շատ երկար գործընթաց է, եւ երկրներին եւ ժողովուրդներին շատ ժամանակ կպահանջվի։ Հաշտեցման համար ժամանակ կպահանջվի, եւ մենք չպետք է այն բաց թողնենք, ասել է նա։ Նրա խոսքով երկու երկրների հաշտեցման առաջին քայլը խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Կարծում եմ, որ այն պայմանները, որոնք քննարկվել են, իրագործելի են, եւ երկու կողմերը կգան համաձայնության, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության խոչընդոտները կվերացվեն, հավելել է Գերմանիայի նախագահը։ Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի անդամ, միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Լյու Ցզանչաոին։ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել Ադրբեջանի եւ Չինաստանի միջև հարաբերությունների հետագա հաջող զարգացման հարցում, ընդգծելով, որ քաղաքական, տնտեսական եւ տրանսպորտային ոլորտներում առկա համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում բազմակողմ փոխգործակցության եւ անվտանգության ամրապնդմանը։ Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման, վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր, միջին միջանցք եւ մեկ գոտի մեկ ճանապարհ նախագծերի շրջանակներում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նամակում Մասուդ Փեզեշքյանը շնորհավորել է Իլհամ Ալիևին եւ ադրբեջանական ժողովրդին Ռամազանի տոնի առթիվ եւ հույս հայտնել, որ այս տոնը կծառայի մուսուլման ժողովուրդների միջև հետագա համերաշխությանը։ Մասուդ Փեզեշքյանը նաև հույս է հայտնել բոլոր ոլորտներում Իրանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա ընդլայնման համար։ Environmental Protection First ՈԿԿ-ների կոալիցիայի կայքում 3 լեզուներով տեղադրված Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկությունների ինտերակտիվ թվային քարտեզը, որոնք աղտոտում են Հարավային Կովկասի եւ Կասպից ծովի շրջակա միջավայրը, լուրջ միջազգային արձագանք է առաջացրել։ 13 երկրների 29 հասարակական կազմակերպություններ ուսումնասիրելով քարտեզի վրա ներկայացված փաստերը դիմում են ուղարկել ESPO կոնվենցիայի քարտուղարությանը եւ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, պահանջելով գնահատել Հայաստանի գործողությունները։
Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։